Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Հարցերին կոնկրետ պատասխաններ են տրվել։ Հիմա Հիմա չեմ պատասխանում նորից նույն բանը մի քանի անգամ։ Դիրքորոշմանն է մնում եւ ոչինչ չի փոխվել դիրքորոշման մեջ Հայաստանում։ Այսինքն բացառում եք միջանցքի տրամադրումը։ Իհարկե, քանի անգամ ասել ենք, այսինքն նորից նույն բանը հարցնելու ինչ իմաստ։ Ճանապարհ զարմանում, որովհետեւ այս իշխանությունը նաեւ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, բայց տեսանք ինչ եղավ։ Հիմա ձեր զարմանքը մեր մոտ հարցեր է առաջացնում, որտեղ մենք տեսել ենք ինչ են հայտարարել։ Ես նկատի ունեմ, որ դիրքորոշում հայտնվել է դրա հետ կապված անընդհատ։ Եվ դա փոփոխման ենթակա չէ։ Իսկ որ փոխվի, որովհետև գործընկերս ճիշտ նկատեց, մենք շատ ենք տեսել փոփոխություններ կառավարության, մի վարքյան շրջան։ Իսկ կարող է լինել հետո, որովհետև այս պահին չկա։ Այս պահին միջանցք չենք տալիս, կարող է վաղը մյուս օրը։ Անընդհատ ենթադրություններից եք խախտում։ Մենք հիմնվում ենք նախորդ ցավալի փորձի հիման վրա։ Քանի որ Երևանը բարձրացված ընթացակարգերով երբ նշվում է, այստեղ այդպես տարակարծություններ է առաջանում, ասում են սա հենց Ադրբեջանի ասածն է, որ անարգել պետք է իրենք այդպես երթևեկեն։ Ինչ կասեք այս առումով բարձրացված ընթացակարգում։ Դրա վերաբերյալ դիրքորոշումներ եղել են, նորից կրկնեմ, հստակ ասվել է մեր դիրքորոշումը ապաշրջափակման վերաբերյալ։ Պարոն Սաֆարյան, վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցել են, որ Ադրբեջանը տեղեկություններ է փոխանցել կրակոցների վերաբերյալ, նույնն էլ Հայաստանն է արել։ Հետաքրքիր է, Ադրբեջանը այսպես կոչված հայկական կողմի կրակոցների վերաբերյալ է տեղեկությունը փոխանցել, թե իր իսկ կողմի կրակոցների վերաբերյալ։ Ես չունեմ դրա վերաբերյալ մանրամասները սպասում։ Պարոն փոխնախարար, խաղաղության պայմանագրի ստորագրման համար ըստ էության երկու պահանջից է խոսում Բաքուն, Մինսկի խմբի լուծարում եւ սահմանադրության փոփոխություն։ Մի կարճ բան։ Հնարավոր է Մինսկի խմբի լուծարման շուրջ օրինակ պայմանավորվածություն գալ։ Մենք պետք է միջոցառման մասնակցենք։